Ողջույն սիրելիներս, այսօր միասին պատրաստում ենք մեղրով շոկոլադե շերտեր, որով կարելի է ստանալ տարատեսակ թխվածքներ, այդ թվում և նուտելլա։ Կարող եք պատրաստել եփովի կրեմ և ստանալ նման չտեսնված համեղ նուտելլա խմորեղեն, պատրաստել սերուցքային կրեմ կամ խտացրած կաթով և կարագով պատրաստվող կրեմ, տարբերակները բազմազան են։ Սիրելիներս, նախքան բաղադրատոմսին անցնելը չենք մոռանում հավանել տեսանյութը, դե ինչ, սկսենք պատրաստել։ Խմոր պատրաստելու համար մեզ անհրաժեշտ է ալյուր, ձու, կակաո, քացախ, բուսայուղ, շաքարավազ, կարագ կամ մարգարին, վանիլային շաքարավազ և իհարկե մեղր։ Վերցնում ենք էմալապատ թաս, մեջը լցնում ենք 5 ճաշի գթալ բնական մեղր, 150 գրամ շաքարավազ, 70 մլ անհոտ բուսայուղ, ինչպես նաև 150 գրամ մարգարին կամ կարագ։ Կախված թե ինչ տեսակի մեղր ենք վերցնում, դրանով պայմանավորված է մեր պատրաստած խմորեղենի համը։ Եթե ձեռքի տակ բնական մեղր չկա, կարող եք վերցնել արհեստական։ Թասը դնում ենք գոլորշու վրա, որպեսզի ստանանք միատարր զանգված։ Ջուրը լցնում ենք այնքան, որ այն թասին չկպչի և ազատ տարածություն մնա։ Կաթսան դնում ենք ցածր կրակի վրա, այդ ընթացքում նախապատրաստում ենք մնացած բաղադրիչները։ 5 ձվի վրա ավելացնում ենք 4 լիքը ճաշի գթալ կակաո և 1 ճաշի գթալ ալուր։ Պարտադիր կակաոն և ալուրը մաղում ենք, որպեսզի գնդիկներ չլինեն, և զանգվածը մի լավ խառնում ենք։ Երբ միայն հարած ձուն ավելացնում ենք մեղրով տաք զանգվածի վրա, հնարավոր է, որ ձուն ընթացքում եփվի, իսկ սա մի հնարք է, որը միշտ աշխատող է։ Այս հնարքը կարող եք նաև օգտագործել մեղրով տարատեսակ թխվածքներ պատրաստելու ժամանակ, երբ խմորը դրվում է գոլորշու վրա։ Մի լավ խառնում ենք, որպեսզի գնդիկներ չառաջանան և մի կողմ ենք դնում, կարող եք արել նաև էլեկտրական հարիչով։ Սիրելիներս, եթե նոր եք միացել հայկական խոհանոց ալիքին, խնդրում եմ բաժանորդագրվեք և սեղմեք զանգակ կոճակը, հայկական խոհանոց ալիքում կգտնեք շատ համեղ և հետաքրքիր բաղադրատոմսեր։ Շաքարավազը արդեն հալվել է, վերցնում ենք 1 թեյի գթալ սոդա, վրան ավելացնում ենք 1 լիքը ճաշի գթալ 5% խնձորի քացախ, մի լավ խառնում ենք և ավելացնում ենք մեղրով զանգվածի վրա։ Զանգվածը միանգամից փրփրում և ծավալը մեծանում է, դա այդպես էլ պետք է լինի։ Երկար գոլորշու վրա թողնելու և կարամելային երանգ ստանալու անհրաժեշտություն չկա, քանի որ խմորի մեջ պետք է օգտագործենք կակաո։ Այս փուլում ավելացնում ենք մուգ զանգվածը։ Անընդհատ խառնում ենք, 2-ից 3 րոպե անց անջատում ենք կրակը։ Գոլորշու վրայից վերցնելուց հետո թողնում ենք հովանա 3-ից 4 րոպե, այնուհետև ավելացնում ենք ալուրը։ Կախված հավկիթների մեծությունից և ալուրի որակից, բաղադրատոմսի մեջ կարող է օգտագործվել 3-ից 4 բաժակ ալուր։ Ամբողջը միանգամից չենք ավելացնում, որպեսզի չոր շերտեր չստանանք։ Քանի դեռ զանգվածը տաք է, որքան ալուր ավելացնենք, այն կկլանի, այդ պատճառով չենք շտապում։ 3 բաժակ ալուր օգտագործելուց հետո թողնում ենք խմորը ամբողջությամբ սառչի։ Պարտադիր ալուրը մաղում ենք, որպեսզի այն հագեցնենք թթվածնով, այդպես շերտերը ստացվում են բարձր և ծակոտկեն։ Պետք է ստանանք ձեռքերին չկպչող փափուկ խմոր, որի հետ շատ հեշտ է աշխատել։ Խմորը դեռևս տաք է և տեսեք, թե ինչպիսի խտություն ունի։ Սառչելուց հետո պարզ երևում է, որ այլևս ալուր ավելացնելու կարիք չկա։ Խմորը հունցում ենք և բաժանում ենք 6 հավասար գնդերի։ Եթե այնուամենայնիվ խմորի գույնը բաց է ստացվել, ալուրի հետ միասին կարող եք ավելացնել ևս 2 ճաշի գթալ կակաո։ Հավասար շերտեր ստանալու համար գնդերը ես պարտադիր կշռում եմ։ Տեսեք ինչ ենթարկվող, փափուկ, պլաստիլին հիշեցնող խմոր է ստացվել։ Յուրաքանչյուր գունդը կշռում է 285-ից 290 գրամ։ Գնդերը թողնում ենք 15-ից 20 րոպե հանգստանա, այնուհետև կրկնակում ենք։ Իմ տապակի չափը 30-40 սմ է, եթե ձեր տապակը ավելի փոքր է, կարող եք խմորը բաժանել 7-8 հավասար մասերի։
Գնդերը բացում ենք ամբողջ տապակով մեկ, թխում ենք նախապես 180 ճանտաքացված ջեռոցում 5-ից 7 րոպե։ Շերտը բացելուց հետո խոհանոցային թիակի միջոցով ծալում ենք 4 տակ, հեշտորեն տեղափոխում ենք ջեռոցի տապակի վրա և բացում ենք։ Որպեսզի շերտերը համաչափ թխվեն, կարող եք պատառաքաղի օգնությամբ մի քանի տեղից ծակծկել։ Ես այս շերտերով պատրաստել եմ շատ համեղ փափուկ նուտելլա, որի բաղադրատոմսի հղումը կթողնեմ նկարագրությունների բաժնում։ Ինչպես նշեցի, այս շերտերով կարելի է ստանալ տարատեսակ խմորեղեններ։ Վերջին շերտի վրա կարելի է ավելացնել ընկույզ, ջնարակ, մանրացրած շոկոլադ և այլն։ Տարբերակները բազմաթիվ են։ Դե ինչ սիրելիներս, այսօր էլ մեղրով ունիվերսալ շերտերի նման հրաշալի բաղադրատոմս։ Դուք էլ փորձեք պատրաստել այս տարբերակով, սնվեք առողջ և եղեք օրհնված։ Ցտեսություն, կհանդիպենք հաջորդ տեսանյութերում։